Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական ծայրահեղ լարված, էմոցիոնալ եւ անսպասելի շրջադարձերով լի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ կերպարների կյանքը բառից բուն իմաստով մազից է կախված։ Դե ինչ, հարմար տեղավորվեք, որովհետև մենք սկսում ենք քննարկել սերիալի ամենաճակատագրական ու շոկային դրվագները։ Սկսենք Մանեի ողբերգությունից, որը քիչ էր մնում ճակատագրական ավարտ ունենար։ Հայտնվելով ծայրահեղ հուսահատության մեջ եւ չկարողանալով տանել նվերի ստորությունն ու Հարութի կորուստը, Մանեն որոշում է վերջ տալ իր կյանքին։ Նա մեծ չափաբաժնով դեղահաբեր է ընդունում, սակայն ճիշտ ժամանակին հասնում է Մինասն ու փաստացի փրկում նրա կյանքը։ Ուշքի գալով Մանեն հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Նա չգիտի շնորհակալություն հայտնի Մինասին իրեն փրկելու համար, թե մեղադրի, քանի որ ինքն իսկապես ուզում էր մահանալ ու վերջ տալ այս տանջանքներին։ Տեսնելով աղջկա կոտրված վիճակը, Մինասը տալիս է իր տղամարդկային խոսքը։ Նա խոստանում է անպայման պատժել նվերին, ընդ որում պատժի ձևն ու չափը որոշելու է հենց ինքը՝ Մանեն։ Թեև Մանեն արդեն վախենում է որևէ մեկին հավատալ, բայց հասկանում է, որ այլ ելք չունի եւ պետք է վստահի Մինասին։ Մինչ Մանեն պայքարում է իր հոգեբանական ճգնաժամի հետ, Սեդան ու Հարութը հերթական անգամ հանդիպում են։ Սեդան դեռևս չի կարողանում ուշքի գալ այն սարսափելի բացահայտումից, որ նվերը վրեժ լուծելու նպատակով քնել է Մանեի հետ։ Քանի որ Մինասը նախորդ օրվա դեպքերի մասին ոչինչ չի պատմել քրոջը, Սեդան խիստ անհանգիստ է եւ փորձում է գոնե Հարութից որևէ տեղեկություն ստանալ։ Նա նրբորեն ասում է, որ լսել է նրանց բաժանման մասին ու տանջվելով մեղավորության զգացումից հարցնում է. արդյոք իմ պատճառով է եղել այս ամենը։ Հարութը, ով բացարձակապես անտեղյակ է նվերի դիվային ծրագրից ու կարծում է, թե Մանեն պարզապես դավաճանել է իրեն փողի համար, զարմանում է այս հարցից։ Նա վստահեցնում է Սեդային, որ նա որևէ կապ չունի այս պատմության հետ, սակայն Սեդան իրեն մեղավոր զգալով որոշում է Հարութին պատմել ողջ ճշմարտությունը նվերի վրեժխնդրության մասին, հույս ունենալով, որ դա միգուցե կփոխի իրավիճակն ու կհաշտեցնի զույգին։ Բայց Հարութի կեցվածքը հուշում է, որ նրա համար արդեն միևնույն է եւ դավաճանությունն արդարացում չունի։ Այս ընթացքում Մինասի տանը իսկական փոթորիկ է հասունանում։ Սյուզին, ով պատուհանից տեսել էր, թե ինչպես է Մինասը քաշքշելով տանում Մանեին, ում Սեդան ներկայացրել էր որպես տաքսիստի նախկին նշանած, սկսում է անհիմն խանդի եւ հիստերիայի տեսարաններ սարքել։ Իրավիճակն ավելի է սրվում, երբ Մինասի գրպանից պատահաբար վայր է ընկնում Մանեի տան բանալին։ Սյուզիի ուղեղում արդեն պատրաստ է սցենարը։ Նա վստահ է, որ Մինասը սիրուհի ունի։ Մինասը, ով առանց այն էլ ծանրաբեռնված է նվերի դեմ նախապատրաստվող գործողություններով, վերջնականապես հունից դուրս է գալիս։ Նա սկսում է բղավել, պնդելով, որ նման բան չկա, բայց խանդից կուրացած Սյուզին հրաժարվում է հավատալ։ Իսկ սերիալի ամենասպասված ու արյուն սառեցնող դրվագը վերաբերում է նվերին։ Փողոցում կանգնած Նվերն ու Էլենը լարված զրուցում են եւ հարցեր պարզում, քանի որ նրանց գաղտնի եւ կեղտոտ կապն արդեն ակնհայտ է դարձել։ Հենց այդ պահին նրանց է նկատում Մինասը։ Առանց վարանելու Մինասը մոտենում է եւ Նվերին հրամայում անմիջապես նստել իր մեքենան։ Նվերը, փորձելով պահպանել իր գոռոզությունը, կտրուկ հրաժարվում է։ Սակայն Մինասն այն մարդը չէ, ում կարելի է մերժել։ Նա իր թիկնապահին հրամայում է գործի դնել զենքը։ Ատրճանակի սպառնալիքի ներքո սարսափած ու իրար խառնված Նվերը ստիպված նստում է մեքենան։ Նա դեռ չի էլ գիտակցում, որ Մինասն արդեն գիտի ամեն ինչ Մանեի հետ կատարվածի մասին եւ որ իրեն առջևում իսկական անխուսափելի դժոխք է սպասվում։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչ դաժան պատիժ կընտրի Մանեն Նվերի համար։ Եվ արդյոք Հարութը կփոխի իր վերաբերմունքը Մանեի հանդեպ, երբ Սեդան բացի բոլոր փակագծերը։
Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կարծիքները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ դրանք ձեզ հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, հաջորդ ամենաթեժ վերլուծությունները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շուտով։